Արաբկիրի թաղապետարանը ապամոնտաժեց Հրաչյա Քոչար 27-27-ի Ա ու Փափազյան 12 հասցեների շենքերի բակում ամիսներ առաջ իր իսկ տեղադրած դռները։ Աշնանը բակը շահագործման էր հանձնվել հիմնանորոգումից հետո, եւ նախագծով տեղադրվել էին ցանկապատեր եւ դռներ։ Բնակիչները բակային տարածքի մուտքը հասանելի են դարձրել շենքի եւ տարածքի բնակիչների համար։ Նրանք նշում են, որ նախքան այս տարածքը դարձել էր թմրամիջոցների շրջանառության տեղ։ Պրոյեկտը շինթույլտվությունով բոլորը հաստատված, ինչպես դուք տեսնում եք, 1, 2, 3, 4 դուռ այս արջևի հատվածում է եւ 1 դուռ հետևի հատվածում, այսինքն այս փաստաթուղթը, որ մեր ձեռքին կա, սա բակի արտաքին տեսքն է ու իրան էլ որ սենց նայում եք, ինքը լրիվ արտացոլում է պատկերը։ Սա արվել է թմրամիջոցների դեմ պայքարելու համար 3 շենքի բնակիչները այտենց բնակարան չկա, որ մեկից ավել չիպ չունենա, այսինքն այն քաղաքացին, այս 3 շենքի մասին է խոսքը, որ ժամին ուզենա, որ պահին ուզենա, երբ ուզենա, ինքը կարող է ազատ մուտք գործի տարածք։ 15 օր առաջ էլի նույն ձևի եւ հերոստացույցով եւ բանով լուսաբանել են այս հարցը։ Սրանք նորից գնացին, հանգստացան, քնել են, բայց հիմա նորից արթնացել է իրանց մեջ այդ ցանկությունը, որ այս ժողովրդին անպայման տերորի ենթարկել։ Երեկը թող գան, բայց գիշերային ժամերին։ Civilnet-ի նկարահանման պահին թաղապետարանի աշխատակիցները, թաղապետարանի ճարտարապետը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը այնտեղ էին, բանակցում էին բնակիչների հետ։ Վարչական շրջանի ղեկավարին հաղորդեք, որ այս բակին պիտի տա պատվոգիր, որպես գեղեցիկ բակ, օրինակելի բակ, որ ամբողջ քաղաքում սենց բակ կառուցվի։ Դպրոցը այստեղ, թմրամիջոցները տարածվում են, դուք ինձնից լավ գիտեք, թե ոնց, ու եկել եք ուզում եք ստեղ բակը քանդեք ինչի համար, երբ որ մենք այդ նախադեպն էլ ունենք, անուն ինչ եք դնում սարքածը քանդում եք, սարքել եք պետ պրոյեկտով։ Թաղապետարանի աշխատակիցներից հետաքրքրվեցինք, կա արդյոք գրավոր հրահանգ դռների ապամոնտաժման համար, պատասխանը բացասական էր, ասում են հասարակական կարգն են ապահովում։ Այսինքն թուրք չկա, հա, հասարականը բանավոր է։ Բանավոր հասարականով է, մենք պատասխանը հա։ Ես պարտավոր չեմ ձեր հարցերին պատասխանել։ Հասարականը։ Ով պարտավոր է, իրենք լավ գիտեն, թող դիմեն լրատվականին։ Դիմեք քաղաքապետարանի լրատվականին, իրանք ձեզ կպատասխանեն, լավ։ Չէ, բայց եկել եք, չէ, ինչ լավ են կարել եկել ենք, ասում դիմեք, ում որ պիտի դիմեք, իրանք ձեզ կպատասխանեն։ Կատարողը դուք Հիմա չեմ պատրաստվում ձեզ դուք որպես պատասխանել։ կատարող պիտի պատասխանեք։ Փաստաթղթի էս մի ամիսա մենք խնդրում ենք, ասում ենք, եթե եկել եք քանդելու, բերեք, որովհետեւ մի քաղաքապետի որոշում, որովհետեւ առանց որոշման ոչ ոք իրավունք չունի նման հարցով քանդի։ Բնակիչներն ասում են, որ նախքան բակի հիմնանորոգումը իրենք էին սեփական ուժերով վերանորոգել, ցանկապատել, որպեսզի անվտանգ լինի երեխաների ու մյուսների համար։ Բոլորն էլ հասանելիություն ունեն բակին չիպերով։ Բնակիչները վստահեցնում են, որ առանց ցանկապատի ու առանց դռների բակն այլևս ապահով չի լինի, նորից կսկսվի թմրանյութերի առևտուր։